Եվ դրա մասին ես չեմ լսում կառավարության նիստերում, դրա մասին ես չեմ լսում իշխանական մեկնաբանություններ, ես տեսնում եմ պարեր, սրտիկներ, վարչաբենդ, պարգևավճարներ, մի րոպե, ինչպես էին ասել, վարչաբենդ եւ, չէ, վարչաբենդը ինքն էր դա անվանել, առողջապարուհի, վարչաբանդայի անդամ, առողջապարուհի, ես չգիտեմ ով է հեղինակը, բայց շատ լավն է, առողջապարուհի եւ անգամ իշխանական ինֆլուենսերներից մեկը զայրացել էր, թե ինչու եք ծաղրում, մարդը իրավունք ունի ապարելու, այ մարդ, մենք հո իր ապարելու իրավունքի մասին չենք խոսում, մենք խոսում ենք դրա մասին, որ շատերը չեն հասկանում պետական պաշտոնյայի job description-ը, այսինքն աշխատանքի նկարագիրը։ Շատ հաճախ մեր իրավաբանները բացատրում են, սահմանադրագետները, իրավաբանները, որ պետական պաշտոնյան իրավունք ունի անել միայն այն, ինչ գրված է իր աշխատանքային նկարագրում։ Եթե ես սովորական քաղաքացին իրավունք ունեմ անել ամեն ինչ, բացի նրանից ինչ արգելված է քրեական օրենսգրքով, պետական պաշտոնյան իրավունք ունի անել միայն այն, ինչ թվարկված է իր աշխատանքային նկարագրում։ Դրանից ավել ակնկալիք իրենից որևէ մեկը չունի։ Եվ բացի դրանից թող իրենց հաշվին անեն ինչ անում են, ոչ թե մեր երկրի, մեր բյուջեի հաշվին։ Այո, շատ հետաքրքիր հարց էր տվել գրառումներից մեկում մի Facebook-յան օգտատեր, չեմ հիշում անուն, ասաց ինձ հետաքրքրում է, ինչ փողով են արել այդ։ Ես որպես հարկատու հարցնում եմ, ինչ գումարներով է այդ խնջույքը իրականացվել։ Եվ բազմաթիվ այլ հարցեր, բայց այնուամենայնիվ ես կարևոր թեմայի մասին խոսեմ։ Ինչի մասին է խոսքը։ Իրանի շուրջ սեղմվող օղակ եւ այդ կապակցությամբ Իրանը հայտարարում է զորավարժություններ։ Անմիջապես դրանից հետո Ամերիկան հայտարարում է, որ նույնպես զորավարժանքներ է անցկացնում, հիմա հերթով կանք։ Ուրեմն Միացյալ Նահանգները հայտարարել է Մերձավոր Արևելքում զորավարժությունների անցկացման մասին։ Դրանք իրականացվում են Իրանի հետ շարունակվող լարվածության եւ Թեհրանի նկատմամբ հնարավոր նոր հարվածների շուրջ շրջանառվող ենթադրությունների ֆոնին։ Զորավարժությունների անցկացման ճշգրիտ ժամկետը, վայրերը, ինչպես նաեւ դրանցում ներգրաված ամերիկյան ստորաբաժանումների կազմը չեն հրապարակվել։ Ավելի վաղ, երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր տարածաշրջան ժամանած խոշոր ռազմածովային խմբավորման մասին, որը գլխավորում է ատոմային Աբրահամ Լինկոլն ավիակիրը։ Ավիակրի վրա տեղակայված են տասնյակ մարտական ինքնաթիռներ եւ շուրջ 5000 նավաստի։ Հարվածային խումբը ուղեկցվում է մի քանի կառավարվող հրթիռներով, էսկադրիլյաներով, որոնք համալրված են օդային պաշտպանության միջոցներով եւ ապահովում են ավիակրի անվտանգությունը։ The Washington Post-ի փոխանցմամբ Միացյալ Նահանգները տարածաշրջանը տեղափոխել նաև F-15 Strike Eagle մարտական ինքնաթիռների էսկադրիլյա, որը պատկանում է նույն ստորաբաժանմանը, որը մասնակցել է նաև Իրանի դեմ հարվածներին 2024 թվականի ապրիլին։ Մեծ Բրիտանիան եւս Մերձավոր Արևելք է ուղարկել իր կործանիչները, տայֆունները պաշտպանական նպատակներով։ Զորավարժությունների մասին հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Իրանում շարունակվում է ժողովրդավարական բողոքի ժողովրդական բողոքի ակցիաների կորցնշումը, արձանագրվել են զոհեր, բազմաթիվ ձերբակալություններ։ Բացի դրանից, Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը Իրանին կոչ է արել Օրմուզի նեղուցում Միացյալ Նահանգների զինված ուժերի մոտակայքում երկօրյա ռազմածովային զորավարժությունների անցկացնել պրոֆեսիոնալ կերպով։ Պատկերացնում ես ինչ է տեղի ունենում, այսինքն երկու երկիր իրար կողք անցկացնում են զորավարժություններ։ Հիմա պատկերացրա բավական է, որ 1 սանտիմետր այս կողմ այն կողմ եւ առիթը պատերազմ սկսելու միանգամից պատրաստ է։ Այո։ Անկամ պետք չի որ տեղի ունենա ինչ որ բան հենց Իրանի տարածքում։ Շատ մոտ են իրար։ Եթե որևէ մեկը ցանկանա սադրել որևէ բան, ապա մեկ ասենք դիպուկահարի կրակոց եւ երկու նավատորմերը, երկու երկրների նավատորմերը բախումից 2 վայրկյան են պակաս։ Հասկանալի է, չէ՞, ինչ կարող է տեղի ունենալ։ Դե բայց մենք այդ ընթացքում ունենք վարչաբանդա, որը ուղակի այդ մարտահրավերը Հայաստանի Հանրապետության համար ուղղակի թաքցնում են։ Լսել եք դուք տենց բան կառավարության նիստում, պաշտպանության նախարարություններ վերջերս այցելել կամ իր հրապարակային ելույթներում, չէ, ինչ որ սրտիկներ, երգեր, չգիտես ինչ,
վերջում էլ կհայտարարի ոնց որ 44 օրյա պատերազմից հետո, որ ինքը հո գլխավոր հրամանատար չի, ինքը մենեջեր էր։ Հաջող Իմիջիալոց Իրանի թեմային վերադառնալով ես ուզում եմ կարդալ, քանի որ ոչ ես, ոչ դուք Աննա ջան, մենք Իրանի մասնագետներ չենք, սովորական քաղաքացիներ ենք, որ ուղղակի մի քիչ ավելի շատ ենք կարդում այս թեմաների մասին, բայց ես կուզեի կարդալ Իրանագետի վերլուծությունը, Վարդան Ոսկանյանը գրում է, որ Իրան-ԱՄՆ ինչու ենք մենք այդ ամեն ինչը կարդում։ Ինչու ենք հետաքրքրվում դրանով։ Հասկանում եք, չէ, որ Սյունիքը անմիջապես գտնվում է հենց սահմանին Իրանի եւ մենք ունենք ռեալ վտանգ, որովհետեւ անգամ եթե Ադրբեջանը պատկերացնենք տեսականորեն չի օգտվելու, չնայած շատ կասկածում եմ, որովհետեւ առիթը բաց չի թողի օգտվել ռազմական գործողություններից, տարածաշրջանային ղժդժություններից, որպեսզի փորձի էլ ավելի մեծ կտոր վերցնել իրեն։ Ամեն դեպքում այս 5 տարվա մեջ ոչ մի անգամ չի բացառել այդ հնարավորությունը։ Տեսականորեն պատկերացնենք, որ չի անում դա, բայց մենք չճշտված եւ ոչ պաշտոնական աղբյուրներից մի քանի տեղ կարդացել եմ ես, որ Արցախի օկուպացված շրջաններից մեկում գտնվում է իսրայելական ռազմաբազա։ Ամեն դեպքում որևէ մեկը դա չի էլ հերքել։ Եվ եթե Իրանի վրա որոշվի իրականացնել գրոհ, որտեղից են լինելու առաջին հարվածները։ Տրամաբանական է, որ այո, Արցախի հանրապետության տարածքից։ Իսկ ում գլխի վրայով է այդ ամենը տեղի ունենալու։ Սյունիքի, չէ՞։ Այսինքն անգամ եթե Ադրբեջանը չփորձի օգտվել, այնուամենայնիվ իրական վտանգը ակնհայտ է, բացատրելու կարիք չկա։ Այդ իսկ պատճառով ենք մենք ուշով հետևում այս զարգացումներին եւ տեսնենք ինչ է գրում Վարդանը Ոսկանյան։ Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջները ըստ էության փաստացիորեն առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա։ Իսկ առանց ցամաքային երկարատև եւ արյունալի, ընդ որում ոչ հստակ հեռանկարով ռազմական գործողությունների Իրանը ծնկի բերելը անհնար է։ Միացյալ Նահանգների նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև եւ տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք բոլորովին անհնար է։ Անշուշտ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել դեմքը պահպանելու միտված մի քանի խորհրդանշական եւ չափավոր վնասի միտված հարված, եւ հետո սոցցանցային գրառմամբ ավարտել պատերազմը, ինչպես դա արել է, սակայն Իրանի ռազմական եւ քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու։ Այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանը ընդգրկող խոշոր անկայունության։ Մենք էլ ենք այս ողջ տարածաշրջանում։ Որովե կասկած չկա, որ Իրանը ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել խոշոր տարածաշրջանային պատերազմի եւ անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային եւ արաբական մի շարք երկրներին ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնի վրա, թույլ չտալու նման զարգացում։ Մյուս կողմից էլ ստիպում է նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութ թեթևանել դրա հետևանքները։ Հակառակ դեպքում, եթե Թրամփը զգար, որ ունի հնարավորություն կրկնել այն, ինչ արեց Վենեսուելայում, դա տեղի կունենար մի քանի ժամում եւ առանց նախապես որևէ բան հայտարարելու, հասկանալի է, չէ՞։ Այդ ամեն ինչը հասկանալի է, ուղղակի այս ամեն ինչի մեջ նաեւ գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի իմաստով մենք մի բան ենք կարողանում գոնե թե մեզ համար տեսանելի հարթության մեջ ֆիքսել, որ Նիկոլին այդ մարտահրավերները եւ դրանց ռիսկերը հայկական պետության նկատմամբ որևէ կերպ հետաքրքրության առիթ չեն, որովհետեւ ես մոտավորապես sense եմ ինձ համար պատկերացնում Նիկոլի քաղաքականությունը, որտեղ որ այդ պահին պետք կլինի կթռնի այդ մայրաքաղաք, այդ մայրաքաղաքում պետքա Սյունիքը այդ մայրաքաղաքում կծախի, Հայաստանի տարածքները այդ մայրաքաղաքում կոտարի ու այդ պահին կապահովի իր աթոռավարումը, իր աթոռի երկարակեցությունը ու իր այդ հայտարարած 29700-ից ինչ կմնա, թե ինչքան կմնա, իրեն հետաքրքիր չի, որովհետև ինքը գոնե ստացել էր հայկական հողեր 42000 քառակուսի կիլոմետր մեծությամբ, բայց իր համար մի ստորագրությամբ եւ ոնց որ ինքն էր ասում ազգային ժողովում գրավոր եւ բանավոր պայմանավորվածություններով հետ քաշումներով մարդը կարողացավ շատ հանգիստ 12000 քառակուսի կիլոմետրից ավելի հայրենիք զիջել ու մի ախել անգամ չարեց։